Հայաստանի ավիացիոն ոլորտում մեկնարկել է զարգացման նոր փուլ։ Flyone Armenia ավիաընկերությունը շարունակում է ամրապնդել իր առաջատար դիրքը, ընդլայնելով ավիապարկը, ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում եւ ձևավորելով երկրի ավիացիոն ապագան։ Զվարթնոց միջազգային օդանավակայանում հանրությանը ներկայացվեցին Flyone Armenia-ի նավատորմը համալրած նոր Airbus A320 եւ Airbus A321 օդանավերը։ Օրվա ամենատպավորիչ պահերից մեկը Airbus A321-ի ցուցադրական թռիչքն էր, որն ուղեկցվեց ավիացիոն ավանդույթ դարձած ջրային կամարի հանդիսավոր արարողությամբ։ Պաշտոնապես ազդարարվեց նաև Սիլտեխնիկս ընկերության գործունեության մեկնարկը, եվրոպական ավիացիոն անվտանգության չափանիշներին համապատասխան ստեղծված տեխնիկական սպասարկման այս կենտրոնը Հայաստանում եզակի հարթակ է, որը հնարավորություն կտա սպասարկել ոչ միայն Flyone Armenia-ի, այլև այլ ավիաընկերությունների օդանավերը, ներգրավելով տեղական եւ միջազգային մասնագետների փորձն ու գիտելիքները։ Ընկերությունը ունակ է սպասարկել Airbus 320 ընտանիքի բոլոր օդանավերին, հետևաբար օդանավերը կարևոր չէ, որ պարտադիր չէ, որ պետք է լինեն անպայման Flyone Armenia ընկերությանը, բոլոր միջազգային գործընկերները, օպերատորները, որոնք որ վայրեջք են կատարում Հայաստանի Հանրապետության Զվարթնոց օդանավակայանում, կարող են դիմել ապագայում, որպեսզի ստանան տեղ սպասարկում։ Միջոցառմանը ներկա էին պետական կառույցների, ավիացիոն ոլորտի եւ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչը եւս մեկ անգամ ընդգծեց նախաձեռնության կարեւորությունը Հայաստանի համար։ Հայաստանի Հանրապետության ավիացիոն շուկայի ամենամեծ կազմակերպությունը Flyone-ն է։ Ուրախ եմ այսօր այստեղ գտնվել նաև նոր օդանավի դիմավորման առիթով, առհասարակ պարկի թարմացումը ավիաընկերության եւ մեր բոլորի համար առաջնահերթություն է, որովհետեւ այն հնարավորություն է տալիս եւ ավել ծավալի ուղևորներ սպասարկել եւ նաեւ ավելի անվտանգ թռիչքներ ունենալ։ Այս առիթով ես շնորհավորում եմ բոլորիս, որովհետեւ այս ուղղությամբ ցանկացած ներդրում կարևոր ներդրում է առհասարակ Հայաստանի ավիացիայի համար։ Flyone Armenia-ի զարգացման ռազմավարությունը հիմնված է երկարաժամկետ եւ լայնածավալ ներդրումների վրա։ Ընկերության ներդրումային ծրագրերի ընդհանուր ծավալը կազմում է $300 միլիոն։ Այս միջոցներն ուղղվելու են ավիապարկի ընդլայնմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, սպասարկման որակի բարձրացմանն ու Հայաստանի ավիացիոն անկախության ամրապնդմանը։ Այս տարվա արդեն զբոսաշրջային ցուցանիշները վառ խոսում են այն մասին, որ մենք հիրավի ունենք նոր օդանավերի կարիք։ Միայն առաջին 5 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 825,000 մարդ, որը նախորդ տարվա ցուցանիշների համեմատ մոտավորապես 17% աճ է կազմում։ Նոր օդանավերի շահագործումը կնպաստի նաև երկրի տնտեսական ակտիվության աճին, զբոսաշրջության զարգացմանը եւ 300 նոր աշխատատեղերի ստեղծմանը։ 2026 թվականի ընթացքում Flyone Armenia-ի սեփական օդանավերի թիվը կհասնի 11-ի, իսկ ընդհանուր շահագործվող օդանավերի քանակը 15-ի։ Այսօր մեզ համար առանձնահատուկ օր է։ Flyone Armenia-ի նավատորմը համալրվեց եւս 2 օդանավով՝ A321 եւ A320 տիպի Airbus օդանավերով։ Այս համալրումը միայն օդանավերի համալրում չէ մեզ համար, այն առաջին հերթին խորհրդանշում է Flyone Armenia-ի համոզվածությունը քաղաքավիացիայի ապագայի վերաբերյալ եւ հաստատում է մեր երկարաժամկետ ռազմավարությունը եւ արտացոլում է այն համոզմունքը, որ Հայաստանը մեծ հայտ է ներկայացրել տարածաշրջանում կարևորագույն ավիացիոն հանգույց վերածվելու վերաբերյալ։ Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած Airbus A321 եւ Airbus A320 օդանավերը ուղևորներին կապահովեն առավել հարմարավետ, անվտանգ եւ արդյունավետ թռիչքային փորձառություն, միաժամանակ ընդլայնելով ավիաընկերության միջազգային ուղղությունների ցանցը։ Flyone Armenia-ն վստահ քայլերով շարունակում է իր ճանապարհը, ներդրումներ կատարելով ոչ միայն սեփական զարգացման, այլև Հայաստանի ավիացիոն ոլորտի առաջընթացի, մրցունակության եւ տարածաշրջանային նշանակության ամրապնդման գործում։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։